Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Վարդանյան, նախ Գեղամանուկյանի հարցը շատ կոնկրետ էր, օրենքի մասին էր խոսքը գնում, այլ ոչ թե օրենքի մեկնաբանման։ Օրենքի դրույթը շատ հստակ է, եթե դատարանի որոշման մեջ նշված չկա տվյալ հանգամանքը, տվյալ հեռախոս կլինի, գույք կլինի, չի կարող տվյալ պահին օպերատիվ այդ միջոցառում իրականացնող անձը արգրավի որևէ այլ բան, եթե այն մասնավորապես անմիջականորեն կապված չէ դատարանի որոշման մեջ նշված հանգամանքների հետ։ Շատ հստակ է սա։ Հիմա իմ հարցը հետևյալն է, հիշում եք հանձնաժողովի նիստում քննարկեցինք, բավական բուռն քննարկում եղավ, ցավում եմ, որ այս ամբիոնց հիմա այն սխալը, որ թույլ է տրվել, չեք ուզում ավելի հստակ բարձրաձայնեք, բայց նաև կառավարության ներկայացուցիչը ասեց, էլի գրանցվի հարցը։ Մենք պայմանավորվել ենք, որ տեղեկատվություն պիտի ներկայացվի այս ընթացքում, ինչ որոշումներ են կայացվել, ի խախտումն կամ ի հակառակ սահմանադրական դատարանի տված այս մեկնաբանության եւ հակասահմանադրական ճանաչել դրույթների, եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ տրամադրեք։ Ես կներեք վերջի մի քանի ժամվա լրահոսին չեմ տիրապետում, էլի ուզում եմ իմանամ կարող է ինձ գլխավոր դատախազը կընտրել կամ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ, եթե տենց է, ես ճիշտ ասած չգիտեմ, որտեղ հարցադրումները ձեր եւ պարոն Մանուկյանի առաջի մաս էլի ինձ չի վերաբերում, էլի եւ անկեղծ չի վերաբերում եւ դիրքորոշում արտահայտել կարող եմ արտահայտվել, բայց դրանից որևիցե բան երևական հետևանքների տեսանկյունից չի փոխվի։ Երկրորդ մասի հետ կապված պարոն Մինասյան, դուք գիտեք, մենք նախագծը քննարկում ենք առաջին ընթերցման ռեժիմով, եթե նման որոշումների քննարկման որոշումների վիճակագրության հետ կապված, չեմ պարոն Դադունցը հնարավորություն ունեցավ ներկայացնել, թե չէ, եթե չէ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փորձենք հասկանալ ինչի մասն է խոսքը եւ ներկայացնել ձեզ, բայց այդուհանդերձ ելի եմ ասում, որևիցե պարագայում հետադարձություն սահմանադրական դատարանի որոշումը բացառությամբ այն դեպքերի, որ խոսքը վերաբերում է քրեական պատասխանատվությանը կամ վարչական պատասխանատվությանը, ունենալ չի կարող։ Բացառությամբ այն, նայեք պարոն Բագրատյանի հարցին տրվածին պատասխանը բացառությամբ այն պարագայում, երբ որ այն դիտարկվում է որպես նոր հանգամանք, կոնկրետ սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով։ Համաձայն արձագանք։ Դուք դատախազ չեք եւ ոչ էլ նշանակվել եք այնպես որ տպավորություն չլինի ձեզ հարց են տալիս որպես դատախազ կամ իրավապահարանի ներկայացուցիչ։ Ձեզ հարց են տալիս որպես օրենսդիր մարմնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, որը ընդհանրապես պիտի ցիտեր օրենքի դրույթը։ Դուք դրանց եք հրաժարվում, մտածելով որ կարող է հանկարծ ինչ-որ մարդկանց կամ կառույցների վատ լինի ձեր ձևակերպումը։ Տեսեք, սահմանադրական դատարանի որոշումը անվավեր է ճանաչել, հակասահմանադրական է ճանաչել այդ նորմը։ Դա մեկնաբանման նորմ չի, որ ասում եք հետադարձություն, իհարկե ունի, եւ հարցադրումը, որ պարոն Դադունցին էլ հանձնաժողովի նիստի ժամանակ տրվեց, որ վերանայվելու են, ասվեց, որ այո, բայց նաեւ այս ընթացքում եղել էր մեկ որոշում, որը վերաբերյալ պայմանավորվել ենք, որ ճշտվի եւ կներկայացվի, որտեղ հայտարարության համաձայն ԲԴԽ-ի նախագահի կողմից ասեց, որ 4 դեմ է եղել, որի պարագայում այս նորմը այլ ձև պիտի կիրառվեր։ Պատասխանեմ։ Պարոն Մինասյան, եմ ասում, նույնիսկ եթե նորմը հակասահմանադրական է ճանաչվել, նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո այն հետադարձ կիրառելիություն չունի։ Սա գրված է սահմանադրական դատարանի մասին օրենքում։ Ինչ վերաբերում է, քանի դեպք է եղել, քանի անգամ են ձայները բաշխվել հավասարապես եւ այլն, տեղեկությունը մեզ էլ է հետաքրքրում, մեզ էլ հետաքրքիր կլինի պարզել։ Ասացինք, նիստի ժամանակ կփորձենք պարզել։ Եթե պարոն Դադունցը հիմա ունի այդ տեղեկությունը, խնդրենք որ հիմա ներկայացնի, եթե ոչ, խնդրենք նիստի ժամանակ ներկայացնի։ Բայց այն ինչ որ դուք ասում եք, ամենայն հարգանքով չի նշանակում, որ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվելուց հետո ամբողջ նախկին դատաիրավական պրակտիկան պետք է վերանայվի։ Նման տրամաբանության որ գնանք, սահմանադրական դատարանը ցանկացած հակասահմանադրական հակասահմանադրական ճանաչելու պարագայում առաջացնելու է երկրում սահմանադրական ճգնաժամ։ Դրա համար սահմանափակումը վերաբերում է միայն եւ միայն քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերին։ Այսքանը։ Շնորհակալություն։